Ինչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր տատիկի սերը կառուցված է ուրիշի մահվան վրա։ Պատկերացրեք մի երդում, որը տրվել է սովի ու մահվան մեջ, սեփական երեխաների կյանքը փրկելու համար։ Այդ երդումը պահանջում էր լռել ուրիշի ընտանիքի դավաճանության մասին։ Տասնամյակներ շարունակ այն թաքնված էր մի հին մեդալիոնի մեջ, բայց այսօր այդ լռությունը կոտրվելու է և անցյալի ուրվականները վրեժ են պահանջում։ Այսօր մենք ոչ միայն կբացահայտենք այդ սարսափելի երդման ամբողջական տեքստը, որը կապված է մահվան սպառնալիքով, բայց ամենակարևորը, դուք կտեսնեք այն պահը, երբ անմեղ թոռնուհին դեմ առ դեմ կկանգնի դավաճանված ընտանիքի ժառանգի հետ, ով եկել է ոչ թե ներում գտնելու, այլ արդարություն պահանջելու։ Նրանց հանդիպումը անդառնալի հետևանքներ կունենա։ Այս պատմությունը կստիպի ձեզ կասկածել նույնիսկ ձեր ամենամտերիմ մարդկանց։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Գիշերվա լռությունը պատռվեց խուլ սարսափահար ճիչով, որը կարծես դուրս էր պրծնում մարդկային հոգու ամենախորը, ամենամութ անկյունից։ Եվայի արվեստանոցում, որտեղ կտավների վրա դեռ չչորացած ներկերի բույրը խառնվել էր սուրճի բույրին, երիտասարդ նկարչուհու հանգիստ քունը ցրվեց մեկ վայրկյանում։ Ոչ, թողեք նրանց, մի տարեք, լսվեց տատիկի Մարիաննայի սենյակից, և այդ խոսքերը ոչ թե խնդրանք էին, այլ անցյալից եկող աղերսանք։ Եվայի սիրտը սկսեց բաբախել կատաղի ռիթմով, երբ նա վեր թռավ անկողնուց և նետվեց դեպի մղձավանջի աղբյուրը։ Մարիաննայի սենյակը խավարի մեջ էր, և միայն պատուհանից թափանցող լուսնի գունատ լույսներ ուրվագծում անկողմում նստած ծեր կնոջ կերպարը։ Նրա աչքերը լայն բացված էին, հայացքը հառած դատարկությանը, իսկ դողացող ձեռքերը կարծես փորձում էին բռնել անտեսանելի ուրվականներին։ «Տատիկ, ինչ պատահեց, էլի այն երազը», շշնջաց Եվան, քնքշորեն գրկելով նրան։ Բայց Մարիաննան դեռ այնտեղ չէր, նա գտնվում էր տասնամյակների հեռավորության վրա, մի սառը ձյունոտ գիշերվա մեջ։ Սառն էր, ձյուն էր գալիս, երեխաները լացում էին, կոտրատված ձայնով կրկնում էր նա։ Եվան փորձում էր նրան վերադարձնել ներկա, հանգստացնել, բայց զգում էր, որ այս սարսափը ավելին է, քան պարզապես վատ երազ։ Սա հիշողություն էր, որը շարունակում էր ապրել և թունավորել նրա գիշերները։ Նրանք միշտ գալիս են, Եվա ջան, անցյալի ստվերները երբեք չեն հեռանում, վերջապես ասաց Մարիաննան, գալով գիտակցության, և նրա աչքերում մի պահ փայլատակեց այնպիսի վիշտ, որը կարող էր քարացնել։ Եվայի առաջարկը խոսել այդ մասին բախվեց սառը անթափանց պատին։ Կան բաներ, որոնց մասին լռելն ավելի լավ է։ Որոշ դռներ պետք է փակ մնան ընդմիշտ։ Առավոտյան, երբ արևի շողերը փորձում էին ցրել գիշերվա ստվերները, խոհանոցում տիրում էր արհեստական հանգստություն։ Մարիաննան կրկին իր սովորական դերում էր, հանգիստ ու իմաստուն տատիկի։ Բայց երբ Եվան, փորձելով փոխել մթնոլորտը, հայտնեց իր մտադրության մասին, այցելել իրենց հայրենի գյուղում ապրող հին ծանոթին, պարոն Սարգսին, այդ դիմակը ճաք տվեց։ Մարիաննայի ձեռքի բաժակը սկսեց դողալ, դեմքը գունատվեց։ Այդ գյուղը… Ոչ, այնտեղ գնալ չի կարելի, նրա ձայնը կտրուկ էր ու սառը։ Նրա համար այդ վայրը ոչ թե հայրենիք էր, այլ վատ հիշողությունների և ցավի մի տաճար, որի քարերն անգամ հիշում էին սարսափը։ Ես քեզ արգելում եմ գնալ, ասաց նա, առաջին անգամ իրենց հարաբերություններում օգտագործելով այդ բառը։ Եվայի զարմացած հարցին, թե ինչն է նրան այդքան վախեցնում, պատասխանը եղավ ավելի խորհրդավոր ու սարսափազդու։ Եթե սիրում ես ինձ, չես գնա։ Որոշ երդումներ կնքված են ոչ թե թանաքով, այլ արյունով, և դրանք խախտել չի կարելի, երբեք։ Այս խոսքերից հետո նա դուրս եկավ խոհանոցից, թողնելով Եվային մենակ իր մտքերի, աճող անհանգստության և մի սարսափելի հարցի հետ, ինչ արյունոտ երդման մասին էր խոսում իր սիրելի տատիկը։ Այդ հարցը նրան հանգիստ չէր տալիս։ Իր արվեստանոցում նա փորձում էր նկարել, բայց վրձինը չէր ենթարկվում, գույնները մռայլ էին, իսկ մտքերը պտտվում էին տատիկի խորհրդավոր խոսքերի շուրջ։ Նրա ընկերուհին Անահիտը փորձում էր ամեն ինչ բացատրել ծերության և պատերազմի թողած տրավմաներով, բայց Եվան զգում էր, որ սա ավելին է։ Նա հանեց հին ֆոտոալբոմը անցյալում պատասխաններ փնտրելու ապարդյուն հույսով, և հենց այդտեղ, սև-սպիտակ նկարների մեջ, նա գտավ մի բան, որը երբեք չէր տեսել։ Երիտասարդ Մարիաննան կանգնած էր մի անծանոթ ընտանիքի կողքին, և նրա հայացքում կար մի տարօրինակ լարվածություն, մի թաքնված վախ, որը բոլորովին չէր համապատասխանում խաղաղ տեսարանին։ Հենց այդ պահին սենյակ մտավ Մարիաննան։ Տեսնելով բաց ալբոմը և այն լուսանկարը, որին նայում էին աղջիկները, նրա դեմքը քարացավ։
Նա կտրուկ քայլերով մոտեցավ, խլեց ալբոմը Եվայի ձեռքից և փակեց այն։ «Ովքեր են այս մարդիկ, տատիկ», հարցրեց Եվան։ «Անցյալի ուրվականներ, մարդիկ, որոնց պետք է մոռանալ», սառցե ձայնով պատասխանեց Մարիաննան, վերջնականապես համոզելով Եվային, որ այս գաղտնիքի պիսո թաքնված է մի սարսափելի ճշմարտությունը։ Անտեսելով տատիկի խիստ արգելքը, Եվան մի քանի օր անց ճանապարհ ընկավ դեպի լեռնային գյուղ։ Յուրաքանչյուր կիլոմետրի հետ նրա մեղքի զգացումը խառնվում էր աճող հետաքրքրությանը։ Գյուղը նրան դիմավորեց փոշոտ ճանապարհներով, քարե տներով և անցյալի հոտով։ Բայց նրա ուշադրությունը գրավեց ոչ թե բնությունը, այլ փողոցի մյուս կողմում կայանված մուգ գույնի մեքենան և դրա ղեկին նստած երիտասարդ տղամարդը։ Նրա անունը Դավիթ էր, և թեև Եվան դա դեռ չգիտեր, նա զգաց նրա հայացքը իր վրա, սառը, ուշադիր և լի անթաքույց վճռականությամբ։ Մի պահ նրանց հայացքները հանդիպեցին, և Եվայի սրտով մի տագնապալի սարսուռ անցավ։ Ո՞վ էր նա և ինչու էր այստեղ։ Թափ տալով անհանգիստ մտքերը, նա թաքեց պարոն Սարգսի դուռը։ Ծերունին նրան դիմավորեց ջերմ ժպիտով, բայց երբ Եվան զգուշորեն փորձեց խոսակցություն սկսել անցյալի, պատերազմի և տատիկի մասին, Սարգսի դեմքը մռայլվեց։ Նա խոսում էր ընդհանուր բառերով, սովի դժվարությունների մասին, իսկ Մարիաննայի մասին ասաց միայն մի խորհրդավոր արտահայտություն. «Քո տատիկը արեց այն, ինչ պետք էր իր երեխաներին փրկելու համար»։ Եվ ամեն անգամ, երբ Եվան փորձում էր խորանալ, ծերունին հմտորեն փոխում էր թեման։ Ավելի ուշ, երբ Եվան զբոսնում էր գյուղի նեղ փողոցներով, նա նորից տեսավ Դավթին։ Այս անգամ նա խոսում էր գյուղի ծերունիներից մեկի հետ, և Եվան, թաքնվելով անկյունում, կարողացավ որսալ մի քանի բառ՝ գալստյան, դավաճանություն, այն օրը։ Այդ բառերը կարծես շիկացած երկաթով դաջվեցին նրա ուղեղում։ Այդ անծանոթը հետաքննում էր իր տատիկի անցյալը։ Վտանգը դառնում էր ավելի քան շոշափելի։ Վերադառնալով Սարգսի տուն, նա օգնեց ծերունուն մաքրել հին ձեղնահարկը։ Փոշու և հնության մեջ, դարակի խորքում, նա նկատեց մի փոքրիկ փայտե տուփ։ «Ախ, սա քո տատինն է», ասաց Սարգիսը։ Երբ նրանք հեռանում էին գյուղից, շտապելուց մոռացել էր այստեղ։ Նա մաքրեց տուփի փոշին և մեկնեց Եվային։ «Վերցրու բալես, գուցե մեջը նրա համար կարևոր բան կա»։ Եվան վերցրեց տուփը։ Այն թեթև էր, բայց նրա ձեռքերում այն կշռում էր, որպես մի ամբողջ ճակատագիր։ Նա զգում էր, որ սա այն բանալին է, որը կբացի այն դուռը, որը տատիկն այդքան տարի փակ էր պահում։ Վերադառնալով Երևան, Եվան սպասեց մինչև տատիկը քնի։ Գիշերվա լռության մեջ, իր արվեստանոցում, նա վերջապես համարձակվեց բացել փայտե տուփը։ Մեջը մի քանի մանրուքներ էին, իսկ դրանց տակ մի հնաոճ, ժամանակից մթնած արծաթե մեդալիոն։ Եվայի մատները դողում էին, երբ նա բացեց այն։ Մի կողմը դատարկ էր, իսկ մյուս կողմում, ապակու տակ, դրված էր մի մանրիկ, դեղնած թրտի կտոր։ Ասեղի օգնությամբ նա զգուշորեն հանեց այն և բացեց։ Խունացած, մանր տառերով գրված էր մի երդում, որը սառեցրեց արյունը նրա երակներում։ «Ես, Մարիաննա Գալստյանս, երդվում եմ իմ երեխաների կյանքով, որ կլռեմ այն օրը տեսածիս մասին։ Եթե ես խախտեմ այս երդումը, թող իմ սերունդը անիծվի, և թող իմ լեզուն չորանա, թող լռությունը լինի իմ փրկագինը և իմ բանտը»։ Եվան կարդում էր նորից ու նորից, բայց օդը չէր հերիքում։ Սենյակը սկսեց պտտվել նրա շուրջը։ Սա ոչ թե պարզապես գաղտնիք էր, այլ անեծք։ Մի անեծք, որը տասնամյակներ շարունակ ապրում էր իրենց տանը, և որի բեռը, ինչպես նա հանկարծ սարսափով գիտակցեց, այժմ ընկած էր իր ուսերին։ Երդման բառերը դաջվեցին Եվայի ուղեղում, սառը, անողոք և վերջնական։ Նրա աշխարհը, որը մինչ այդ լի էր գույներով ու լույսով, հանկարծ սևացավ ու փլուզվեց։ Այն սիրող տատիկը, որի համար նա պատրաստ էր ամեն ինչի, վերածվեց մի անծանոթ սարսափազդու կերպարի, մի կնոջ, որը իր երեխաների կյանքով երդվել էր լռել ինչ-որ սոսկալի ճշմարտության մասին։ Այդ գիշեր Եվան աջ չկպցրեց։ Մեդալիոնը սեղմած ձեռքին, նա նստած էր իր արվեստանոցում, շրջապատված իր անավարտ կտավներով, որոնք այժմ նրան թվում էին միամիտ ու կեղծ։ Ինչպես կարող էր նա նկարել գեղեցկություն, երբ իր ընտանիքի հիմքում դրված էր այսպիսի մութ գաղտնիք։ Հաջորդ օրը նրա ընկերուհին Անահիտը գտավ նրան հյուծված ու գունատ։ Եվան, չկարողանալով այլևս իր մեջ պահել այդ ծանր բեռը, ցույց տվեց նրան երդման գրությունը։ Անահիտը, որը միշտ գտնում էր տրամաբանական բացատրություններ ամեն ինչի համար, այս անգամ լուռ էր։ Նա կարդաց տողերը մի քանի անգամ, և նրա դեմքին արտացոլվեց շփոթմունք ու անհանգստություն։ «Եվա, սա կարող է ինչ-որ թյուրիմացություն լինել», վերջապես ասաց նա, բայց նրա ձայնը համոզիչ չէր։
Գուցե սա այլաբանություն է, գուցե պատերազմի սարսափներն են ստիպել նրան գրել այսպիսի բան։ Բայց Եվան գլուխը թափահարեց։ Նա հիշեց տատիկի սարսափը, նրա խոսքերը, արյունոտ երդման մասին, գյուղում տեսած անծանոթ տղամարդուն, որը հարցուփորձ էր անում իր տատիկի մասին։ Ամեն ինչ կտոր-կտոր հավաքվում էր մի սարսափելի խճանկարի մեջ։ Ես պետք է իմանամ ճշմարտությունը, Անի, ասաց Եվան վճռականորեն։ Ես պետք է գտնեմ այն օրագիրը, որի մասին խոսվում է երդման մեջ։ Նրա որոնումները սկսվեցին տան ամենահին, ամենամոռացված անկյուններից։ Նա զգուշորեն, փորձելով չգրավել տատիկի ուշադրությունը, քրքրում էր հին սնդուկները, պահարանների խորքերը, ձեղնահարկի փոշոտ իրերը։ Ամենուր նրան դիմավորում էր անցյալի հոտը, նավթալինի, հին թղթի և չորացած խոտերի։ Նա գտնում էր իր պապիկի նամակները ռազմաճակատից, իր հոր մանկական նկարները, բայց օրագրից հետք անգամ չկար։ Օրերն անցնում էին, և Եվայի հուսահատությունը խորանում էր։ Նա զգում էր իրեն որպես դավաճան, որը թաքուն փորփրում էր իր ամենամտերիմ մարդու անցյալը, բայց միևնույն ժամանակ չէր կարողանում կանգ առնել։ Մի օր, երբ Մարիանան գնացել էր հարևանուհուն տեսնելու, Եվան որոշեց ստուգել տատիկի ննջասենյակը, վայր, որը նրա համար միշտ սրբազան էր եղել։ Նա մոտեցավ հին փայտե զգեստապահարանին, որի հայելին չաքչքված էր ժամանակից։ Ներքևի գզրոցը փակ էր, Եվան երբեք այն բաց չէր տեսել։ Զգուշորեն փորձելով, նա հասկացավ, որ այն կողպված է, սիրտը կատաղի բաբախում էր, նա գիտեր, որ պատասխանը այնտեղ է։ Օգտագործելով մազակալ, նա մի քանի լարված րոպե անց կարողացավ բացել հին կողպեքը։ Գզրոցի մեջ, թավշե կտորի տակ, դրված էր հաստ կաշեկազմը մի տետր։ Դա օրագիրն էր։ Եվան հանեց այն։ Տետրը ծանր էր, կարծես իր էջերում պահում էր ոչ թե թանաք, այլ մարդկային ճակատագրերի ծանրությունը։ Նա նստեց անկողնու եզրին և բացեց առաջին էջը։ Գրությունը պատկանում էր իր երիտասարդ տատիկին, կոկիկ, բայց լի լարվածությամբ։ Առաջին էջերում նկարագրվում էր պատերազմի սկիզբը, սովը, որը քայլ առ քայլ մտնում էր յուրաքանչյուր տուն, և մշտական վախը։ Եվան կարդում էր, և նրա աչքի առաջ հառնում էր մի աշխարհ, որի մասին նա միայն լսել էր՝ սառը, դաժան և անողոք։ Նա կարդում էր, թե ինչպես էր Մարիաննան օրերով հերթ կանգնում մի կտոր հացի համար, ինչպես էր իր երեխաների, Եվայի հոր և հորաքրոջ, լացը լսելով, պատրաստ ամեն ինչի։ Եվ հետո, էջերը թերթելով, նա հասավ էն օրվան։ Ամսաթիվը կարմիրով ընդգծված էր։ Այսօր իմ հոգին մահացավ, այդպես էր սկսվում գրառումը։ Այնինչ նա կարդաց հետո, ստիպեց նրան շունչը պահել։ Մարիաննան մանրամասն նկարագրում էր, թե ինչպես էր թշնամու զինվորների մի խումբ մտել գյուղ, փնտրելով պարտիզաններին ապաստան տված ընտանիքներին։ Նրանք խոստանում էին ուտելիք և անվտանգություն նրան, ով կմատնի։ Սովից ու հուսահատությունից մթագնած գիտակցությամբ, լսելով իր քաղցած երեխաների լացը, Մարիաննան կայացրել էր իր սոսկալի ընտրությունը։ Նա մատնացույց էր արել իրենց հարևանների, Սարգսյանների ընտանիքի տունը, որտեղ իսկապես թաքնված էին վիրավոր պարտիզաններ։ Նա տեսել էր, թե ինչպես էին զինվորները դուրս քաշում ամբողջ ընտանիքին՝ հորը, մորը և նրանց երկու փոքրիկ երեխաներին, և գնդակահարում բոլորին իրենց իսկ տան բակում։ Որպես պարգև, նա ստացել էր մի պարկ ալյուր, որով փրկել էր իր երեխաներին։ Այդ նույն օրը գյուղի ավագները, վախենալով հետագա արյունահեղությունից, ստիպել էին նրան տալ լռության երդումը, կնքելով այն մեդալյոնի մեջ։ Եվան փակեց օրագիրը, նրա ձեռքերը սառել էին, սենյակը լցվել էր անտանելի լռությամբ։ Նրա տատիկը, իր սիրելի տատիկը, մարդասպան էր։ Ոչ, ավելի վատ, նա դավաճան էր, որը փրկել էր իր ընտանիքը, ոչնչացնելով մեկ ուրիշին։ Հենց այդ պահին հնչեց դրան զանգը։ Եվան, դեռ շոկի մեջ, մեխանիկորեն գնաց բացելու։ Շեմին կանգնած էր այն նույն երիտասարդ տղամարդը, որին նա տեսել էր գյուղում՝ Դավիթը։ Նրա հայացքը սառն ու թափանցող։ «Ես Դավիթ Սարգսյանն եմ», ասաց նա, և նրա ձայնի մեջ կար մետաղի զնգոց։ «Ես այն ընտանիքի թոռն եմ, որին ձեր տատիկը մատնեց մահվան, և ես եկել եմ պահանջելու մեր պարտքը»։ Սարգսյա՞ն։ Այդ ազգանունը որոտի պես հնչեց Եվայի գիտակցության մեջ, խլացնելով մնացած բոլոր ձայները։ Նրա ձեռքում դեռ զգացվում էր օրագրի կաշվե կազմի սառնությունը, իսկ աչքի առաջ դեռ կանգնած էին տատիկի ձեռքով գրված սարսափելի տողերը։ Անցյալն ու ներկան միախառնվեցին մի ցնցող պահի մեջ, և շեմին կանգնած երիտասարդ տղամարդը դարձավ ոչ թե պարզապես անծանոթ, այլ վրեժխնդրության կենդանի մարմնացում, ուրվական, որը եկել էր տասնամյակների լռությունը կոտրելու։ Եվան նայում էր նրա դեմքին, փորձելով գտնել ատելության նշաններ, բայց տեսնում էր միայն սառը, խորը ցավ և աներեր վճռականություն։ Ինչ պարտք, հազիվ կարողացավ կմկմալ նա, թեև պատասխանը արդեն գիտեր։
Դավթի հայացքը սահեց Եվայի ուսի վրայով դեպի սենյակի խորքը, կարծես փնտրելով մեկ ուրիշին։ Իմ պարտքը ձեր տատիկի հետ է, բայց ինչպես տեսնում եմ, դուք արդեն սկսել եք ուսումնասիրել ձեր ընտանիքի պատմությունը, ասաց նա, նայելով Եվայի ձեռքի օրագրին։ Նրա խոսքերը հանգիստ էին, բայց դրանց մեջ թաքնված սպառնալիքը շոշափելի էր։ Այդ պահին միջանցքում լսվեցին քայլերի ձայներ։ Մարիաննան էր վերադառնում։ Եվայի սիրտը սառեց։ Նա չէր կարող թույլ տալ, որ նրանք հանդիպեն, ոչ հիմա, ոչ այսպես։ Խնդրում եմ, գնացեք, շշնջաց նա, փորձելով փակել դուռը։ Մենք կխոսենք ավելի ուշ, խոստանում եմ։ Դավիթը մի պահ տատանվեց, նրա հայացքում մի վայրկյանով կարեկցանքի նման մի բան փայլատակեց, բայց հետո այն նորից դարձավ պողպատի պես սառը։ Վաղը, ժամը 12-ին, Արարատ սրճարանում, կտրուկ ասաց նա և առանց հրաժեշտ տալու շրջվեց ու հեռացավ, թողնելով Եվային դեմ առ դեմ իր կյանքի ամենամեծ փոթորքի հետ։ Երբ Մարիաննան մտավ տուն, Եվան արդեն հասցրել էր թաքցնել օրագիրը։ Նա փորձում էր իրեն սովորականի պես պահել, բայց նրա դողացող ձեռքերն ու գունատ դեմքը մատնում էին նրան։ Ինչ պարտք։ Ինչ է պատահել, Եվա ջան, վատ ես քեզ զգում, անհանգստացած հարցրեց տատիկը, ձեռքը դնելով նրա ճակատին։ Այդ հպումը, որը միշտ ջերմություն ու հանգստություն էր բերում, այժմ Եվային այրեց։ Նա քաշվեց ետ, չկարողանալով տանել այդ մտերմությունը։ Ոչինչ, տատիկ, ուղակի մի քիչ գլուխս է պտտվում, ստեց նա, խուսափելով նրա հայացքից։ Ամբողջ երեկո նա փորձում էր գտնել ճիշտ պահը, ճիշտ բառերը, որպեսզի խոսի տատիկի հետ։ Նա ուզում էր հավատալ, որ ինչ-որ բացատրություն կա, որ օրագրում գրվածը սարսափելի թյուրիմացություն է։ Նա ուզում էր, որ տատիկը հերքի ամեն ինչ, ասի, որ Դավիթ Սարգսյանը խաբեբա է։ Ընթրիքի ժամանակ, երբ Մարիաննան պատմում էր իր հարևանուհու մասին, Եվան վերջապես խախտեց լռությունը։ Տատիկ, ես այսօր մի մարդու հանդիպեցի, նա ասաց, որ իր ազգանունը Սարգսյան է։ Գդալը, որ Մարիաննան պահում էր ձեռքին, զնգոցով ընկավ ափսեի մեջ։ Նրա դեմքից գույնը գնաց։ Մի քանի վայրկյան նա ուղղակի նայում էր Եվային, լայն բացված, սարսափահար աչքերով։ Այդ հայացքը հաստատեց Եվայի ամենավատ մտավախությունները։ Հերքում չեղավ։ Նա ինչ էր ուզում, հազիվ լսելի ձայնով հարցրեց Մարիաննան։ Նա ուզում է հանդիպել, պատասխանեց Եվան։ Նա ասում է, որ դուք իր ընտանիքին պարտք եք։ Մարիաննան կտրուկ վեր կացավ սեղանից։ Ոչ մի պարտք չկա, գոռաց նա, եւ նրա ձայնի մեջ հնչեց տասնամյակների ընթացքում կուտակված վախն ու հուսահատությունը։ Դու չես հանդիպիմ նրա հետ, լսում ես ինձ, ես արգելում եմ, նա ստախոս է, նա ուզում է քանդել մեր կյանքը։ Նա փակվեց իր սենյակում, եւ Եվան լսում էր նրա խուլ լացի ձայնը։ Այդ գիշեր Եվան հասկացավ, որ սովորական ճանապարհով այս խնդիրը լուծել հնարավոր չէ։ Նա հայտնվել էր երկու կրակի արանքում, մի կողմից իր սիրելի տատիկի անցյալի մեղքը, մյուս կողմից արդարություն պահանջող ժառանգի վրեժխնդրությունը։ Հաջորդ առավոտ Եվան վճռական տրամադրված էր։ Նա որոշել էր հանդիպել Դավթին։ Նա պետք է հասկանար, թե ինչ է ուզում այդ մարդը, գուցե հնարավոր լինի ինչ-որ կերպ փոխհատուցել, գուցե գումար է ուզում կամ հրապարակային ներողություն։ Նա հագնվեց և պատրաստվում էր դուրս գալ, երբ Մարիաննան կանգնեց դռան դիմաց։ Նրա աչքերը կարմրած էին լացից, բայց հայացքը պինդ էր։ Եթե դու գնաս այդ հանդիպմանը, ուրեմն դու այլևս իմ թոռնուհին չես, ասաց նա սառը, անզիջում ձայնով։ Դու պետք է ընտրես, կամ ես, կամ նա։ Այս վերջնագիրը շանթահարեց Եվային։ Նա չէր սպասում նման դաժան ընտրության։ Նա նայում էր տատիկի դեմքին և տեսնում էր ոչ թե զայրույթ, այլ կենդանական վախ։ Մարիաննան վախենում էր ոչ թե իր համար, այլ Եվայի։ Նա վախենում էր, որ ճշմարտությունը կկործանի իրենց միջև եղած ամեն ինչ։ Տատիկ, ես պետք է գնամ, հանգիստ, բայց ամուր ասաց Եվան։ Ոչ թե նրա համար, այլ մեր, մենք չենք կարող ապրել այս ստի մեջ։ Նա զգուշորեն մի կողմ հրեց տատիկին և դուրս եկավ տանից, իր պիշո թողնելով ոչ միայն լացող ծեր կնոջը, այլև իր անհոգ անցյալի բեկորները։ Փողոցում քայլելիս նա զգում էր, որ իր յուրաքանչյուր քայլը ավելի է խորացնում այն անդունդը, որը բացվել էր իր և տատիկի միջև։ Նա գնում էր դեպի անհայտությունը, չիմանալով, որ այս հանդիպումը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլև կբացի ցավի ու տառապանքի մի նոր, ավելի սարսափելի էջ։ Արարատ սրճարանը լի էր առօրյա աղմուկով, բաժակների զնգոց, մարդկանց խոսակցություններ, սուրճի բույր, բայց Եվայի համար այդ ամենը գոյություն ուներ կարծես մի հաստ ապակու պիշո։
Նա նստած էր անկյունի սեղանի մոտ, և նրա աշխարհը սեղմվել էր մինչև դիմացի աթոռին նստած տղամարդու չափերը։ Դավիթ Սարգսյանը լուռ էր, նա չէր շտապում, նա պարզապես նայում էր Եվային սառը, գնահատող հայացքով, որը ստիպում էր Եվային իրեն զգալ մերկ ու անպաշտպան։ Եվան էր, որ առաջինը խախտեց լռությունը, նրա ձայնը դողում էր, բայց նա փորձում էր ամուր հնչել։ «Ինչ եք ուզում մեզնից», հարցրեց նա, «փոխհատուցում, գումար»։ Նա հույս ուներ, որ պատասխանը կլինի պարզ ու նյութական, մի բան, որը կարելի է լուծել, վճարել և մոռանալ։ Բայց Դավթի դեմքին հեգնական ժպիտի նման մի բան հայտնվեց։ «Գումար», կրկնեց նա, և այդ բառի մեջ այնքան արհամարհանք կար, որ Եվան սարսռաց։ «Դուք կարծում եք, թե կարելի է գին դնել իմ պապի, տատի և նրանց 2 երեխաների կյանքի վրա։ Դուք կարծում եք, թե կարելի է գնել այն տասնամյակների ցավը, որով ապրել է իմ հայրը, այդ օրվա միակ վերապրածը, որը թաքնված էր նկուղում և լսում էր իր ընտանիքի գնդակահարության ձայները։ Յուրաքանչյուր բառը մահակախիցի պես ծանր էր։ Եվան զգաց, թե ինչպես է օդը պակասում իր թոքերում։ Նրա պատկերացումը, թե սա մի հին մոռացված ողբերգություն է, փշուր-փշուր եղավ։ Սա կենդանի, շնչող ցավ էր, որը փոխանցվել էր սերնդեսերունդ։ Ապա ինչ եք ուզում, հարցրեց նա շշուկով։ Դավիթը առաջ թեքվեց, նրա հայացքը մխրճվեց Եվայի աչքերի մեջ։ Ես ուզում եմ արդարություն։ Ես ուզում եմ, որ ձեր տատիկը, Մարիաննա Գալստյանը, հրապարակավախ խոստովանի իր արածը։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ով է նա իրականում։ Ոչ թե սուրբ, բարի տատիկ, այլ դավաճան, որի ձեռքերին իմ ընտանիքի արյունն է։ Այդ պահանջը այնքան անհավանական էր, այնքան դաժան, որ Եվան մի պահ մտածեց, թե սխալ է լսել։ Հրապարակային խոստովանություն։ Դա կսպաներ տատիկին, դա կոչնչացներ նրանց կյանքի վերջին մնացորդները։ Դուք խելագարվել եք, ասաց նա 87 տարեկան է, դա նրան կսպանի։ Նա ավելի երկար է ապրել, քան իմ ընտանիքի անդամներից որևէ մեկը, սառը պատասխանեց Դավիթը։ Ես ձեզ ժամանակ եմ տալիս, 1 շաբաթ։ Եթե 1 շաբաթից ձեր տատիկը չխոստովանի իր մեղքը, ապա ես ինքս կանեմ, որ բոլորն իմանան ճշմարտությունը։ Ես ունեմ ապացույցներ, վկաներ գյուղում, որոնք մինչև հիմա վախենում էին խոսել, բայց հիմա պատրաստ են։ Ես կդիմեմ լրատվամիջոցներին։ Ես այս պատմությունը կդարձնեմ ձեր ընտանիքի անբաժանելի մասը, ձեր անվան հետ կապված անեծքը։ Նա վեր կացավ։ Ընտրությունը ձերն է, կամ նա կխոսի, կամ կխոսեմ ես։ Նա գնաց, թողնելով Եվային բոլորովին մենակ իր ավերված աշխարհում։ Եվան նստած էր քարացած, նրա շուրջը կյանքը շարունակվում էր, բայց նրա համար ժամանակը կանգ էր առել։ Նա հասկացավ խնդրի իսկական մասշտաբը։ Սա այլևս ընտանեկան գաղտնիք չէ, սա վրեժխնդրության պատմություն էր, որը սպառնում էր դառնալ հանրային սկանդալ։ Նրա տատիկի արարքի հետևանքները, որոնք թաղված էին անցյալի խորքերում, այժմ դուրս էին գալիս մակերես, պատրաստ կուլ տալու ամեն ինչ։ Երբ Եվան տուն վերադարձավ, նրան դիմավորեց խուլ լռությունը։ Մարիաննան նստած էր բազկաթոռին, նայելով պատուհանից դուրս։ Նա չշրջվեց, երբ Եվան մտավ։ Նա քեզ ասաց, հարցրեց նա անկույն ձայնով։ Եվան չպատասխանեց, բառերն ավելորդ էին։ Ես գիտեի, որ մի օր նրանք կգան, շարունակեց Մարիաննան, ավելի շատ ինքն իրեն խոսելով։ Այդ օրվանից ի վեր ես ոչ մի գիշեր հանգիստ չեմ քնել։ Նրանց դեմքերը միշտ իմ աչքի առջև են, երեխաների աչքերը։ Նրա ձայնը կոտրվեց։ Առաջին անգամ Եվան տեսավ ոչ թե իր տատիկին, այլ մի կոտրված, տանջված կնոջ, որն իր մեղքի բեռի տակ ապրում էր 70 տարի։ Մի պահ կարեկցանքը հեղեղեց նրա սիրտը, նա մոտեցավ և ծնկի իջավ տատիկի առջև։ Տատիկ, մենք միասին մի ելք կգտնենք, ասաց նա, մենք կարող ենք հեռանալ այստեղից, գնալ ուրիշ երկիր։ Բայց Մարիաննան թափահարեց գլուխը։ Փախուստ չկա, Եվա ջան, ոչ այս մեղքից։ Ես իմ բանտը իմ մեջ եմ կրում։ Հանկարծ նրա հայացքը փոխվեց։ Վախի փոխարեն նրա աչքերում հայտնվեց պողպատե կամք։ Բայց ես թույլ չեմ տա, որ նա քեզ էլ ներքաշի այս կեղտի մեջ։ Ես թույլ չեմ տա, որ իմ մեղքը քանդի քո կյանքը։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Նրա ձայնի մեջ հնչող վճռականությունը սարսափեցրեց Եվային։ Դա այն նույն վճռականությունն էր, որը մի անգամ ստիպել էր նրան դավաճանել մի ամբողջ ընտանիքի, իր երեխաներին փրկելու համար։ Եվան սարսափով հասկացավ, որ իր տատիկը, իրեն Եվային, պաշտպանելու համար կարող է դիմել նոր, ավելի սարսափելի քայլերի։
Խնդիրը ոչ միայն չէր լուծվել, այլև թևակողել էր նոր, մահացու վտանգավոր փուլ։ Մարիաննայի խոսքերը օդում կախված մնացին, սառը, սպառնալից ու անդառնալի։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Այդ պահին Եվայի համար աշխարհը սեղմվեց մինչև մի սարսափելի գիտակցության չափերը։ Նրա տատիկը, որպեսզի պաշտպանի իրեն, կարող է դիմել ցանկացած քայլի, նույնիսկ ամենասոսկալի։ Հաջորդ 2 օրերը վերածվեցին համր տանջանքի։ Նրանք ապրում էին նույն հարկի տակ, բայց նրանց միջև գոյացել էր սառցե պատ։ Մարիաննան հանգիստ էր, չափազանց հանգիստ։ Նա զբաղվում էր իր առօրյա գործերով, բայց նրա շարժումների մեջ կար մի անսովոր, մեխանիկական ճշգրտություն, իսկ աչքերում սառը վճռականություն, որը սարսափեցնում էր Եվային։ Եվան փորձում էր խոսել նրա հետ, համոզել, որ փախուստը լուծում չէ, բայց բախվում էր լռության պատին։ Միևնույն ժամանակ Դավթի տված մեկ շաբաթյա ժամկետը անխնա սպառվում էր։ Եվան իրեն զգում էր ծուղակում, որտեղից ելք չկար։ Երրորդ օրը, երբ Եվան վերադարձավ խանութից, տունը դատարկ էր։ Սեղանին դրված էր մի ծրար։ Եվայի սերտը սկսեց կատաղի բաբախել։ Նա բացեց ծրարը։ Մեջը կարճ գրություն էր Մարիաննայի ձեռագրով։ Ես գնացել եմ ամեն ինչ շտկելու, մի փնտրիր ինձ, ես քեզ սիրում եմ։ Խուճապը կլանեց Եվային։ Ինչ էր նշանակում շտկելու։ Ուր էր գնացել նա։ Միթե նա որոշել է վնասել Դավթին, կամ ավելի վատ, ինքն իրեն։ Նա սկսեց զանգահարել տատիկի բջջայինին, բայց այն անջատված էր։ Հուսահատության մեջ նա զանգեց Անահիտին, բայց ընկերուհին ոչինչ չգիտեր։ Հանկարծ նրա միտքը փայլատակեց. Պարոն Սարգիս, գյուղ։ Գուցե տատիկը վերադարձել է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր։ Առանց մտածելու նա վերցրեց մեքենայի բանալիներն ու դուրս թռավ տանից։ Ճանապարհը դեպի գյուղ թվում էր անվերջ։ Եվան մեքենան վարում էր սահմանային արագությամբ, իսկ մտքում պտտվում էին ամենասարսափելի սցենարները։ Երբ նա վերջապես հասավ գյուղ, արդեն մթնում էր։ Նա կանգնեցրեց մեքենան պարոն Սարգսի տան մոտ։ Տան լույսերը վառվում էին։ Մի պահ թեթևացում զգալով նա շտապեց դեպի դուռը։ Դուռը բաց էր։ Նա ներս մտավ։ Հյուրասենյակում նստած էր պարոն Սարգիսը, բայց նա մենակ չէր։ Նրա դիմաց նստած էր Մարիաննան և նրանց կողքին Դավիթ Սարգսյանը։ Տեսարանն այնքան անսպասելի էր, որ Եվան քարացավ շեմին։ Նրանք խոսում էին, բայց ոչ թե վիճում, այլ զրուցում էին, հանգիստ տխուր ձայներով։ Երբ նրանք նկատեցին Եվային, զրույցը կտրվեց։ Եվա բալես, դու եկար, ասաց Մարիաննան, և նրա ձայնի մեջ չկար ոչ զարմանք, ոչ էլ վախ։ Արի, նստիր, ժամանակն է, որ դու էլ իմանաս ամբողջ ճշմարտությունը։ Եվան շփոթված նստեց։ Ինչ ճշմարտության մասին էր խոսքը։ Միթե օրագրում գրվածից ավելի սարսափելի բան կար։ Պարոն Սարգիսը խորը հոգոց հանեց և սկսեց խոսել։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց յուրաքանչյուր բառը ծանր էր տասնամյակների լռության բեռից։ Այն, ինչ գրված է օրագրում, ճիշտ է, Եվա ջան, սկսեց նա, բայց դա ամբողջ պատմությունը չէ։ Դա այն պատմությունն է, որը մենք ստեղծեցինք, որպեսզի քո տատիկը կարողանա ապրել։ Եվան ոչինչ չէր հասկանում։ Նա նայեց տատիկին, հետո Դավթին, որի դեմքն անթափանց էր։ Այն օրը, շարունակեց ծերունին, երբ զինվորները մտան գյուղ, նրանք գիտեին, որ ինչ-որ մեկը պարտիզաններ է թաքցնում։ Նրանք բռնեցին քո տատիկին և նրա 2 երեխաներին։ Նրանք զենքը պահեցին քո հոր գլխին և ասացին Մարիաննային, որ եթե նա չասի, թե ով է օգնում պարտիզաններին, իրենք կսպանեն երեխաներին նրա աչքի առաջ, իսկ հետո իրեն։ Սենյակում օդը սառեց։ Եվան զգաց, թե ինչպես է իր սիրտը բաց թողնում մի հարված։ Բայց օրագրում գրված է, որ նա մատնել է Սարգսյանների ընտանիքին, կմկմաց նա։ Այդ պահին խոսեց Դավիթը, նրա ձայնը խուլ էր զսպված հույզերից։ Իմ պապը Հակոբ Սարգսյանը գյուղի ղեկավարն էր, և նա էր, որ կազմակերպում էր պարտիզաններին օգնությունը։ Երբ նա տեսավ, թե ինչ են անում քո տատիկի հետ, նա հասկացավ, որ ընտրություն չկար, կամ կմահանա մի անմեղ կին իր երեխաների հետ, կամ… Նա լռեց։ Պարոն Սարգիսը ավարտեց միտքը։ Քո պապը դուրս եկավ իր տանից և ինքը խոստովանեց ամեն ինչ։ Նա իր վրա վերցրեց ամբողջ մեղքը։ Զինվորները, որպեսզի մյուսներին դաս տան, գնդակահարեցին ոչ միայն նրան, այլև նրա կնոջն ու 2 երեխաներին, որոնք այդ պահին բակում էին։ Նրանք խնայեցին միայն Դավթի հորը, որը թաքնված էր նկուղում։ Իսկ քո տատիկին ստիպեցին դիտել այդ ամենը, որպեսզի նա ապրի, բայց հիշի, թե ինչ արժե լռությունը։ Նրանք նրան մի պարկ ալյուր տվեցին և ստիպեցին գրել այդ օրագիրը, կեղծ խոստովանությունը և տալ լռության երդումը։
Նրանք ասացին, որ եթե նա երբևէ պատմի ճշմարտությունը, իրենք կվերադառնան եւ կավարտեն իրենց գործը, կսպանեն նրա երեխաներին։ Այդ օրագիրը ոչ թե խոստովանություն էր, այլ մահվան դատավճիռ, որը նա ստիպված էր կրել իր հետ ամբողջ կյանքում։ Եվան զգաց, թե ինչպես է հատակը գնում իր ոտքերի տակից։ Աշխարհը շուռ եկավ։ Յուրաքանչյուր բառը փշրում էր այն իրականությունը, որը նա կառուցել էր վերջին օրերի ընթացքում։ Նրա տատիկը դավաճան չէր, նա զոհ էր։ Ավելին, նա տասնամյակներ շարունակ կրել էր ուրիշի մեղքի բեռը, ապրել էր դավաճանի պիտակով, որպեսզի պաշտպանի իր երեխաներին։ Տատիկի գիշերային մղձավանջները, նրա վախը գյուղից, Դրա խորհրդավոր խոսքերը ամեն ինչ հանկարծ ստացավ իր սարսափելի տրամաբանական բացատրությունը։ Նա նայեց Դավթին։ Բայց դուք ասացիք, որ վրեժ եք ուզում, շշնջաց նա։ Ես ստիպված էի այդպես ասել, պատասխանեց Դավիթը։ Իմ հայրը մահանալուց առաջ ինձ պատմեց այս ամենը եւ խնդրեց գտնել քո տատիկին, ոչ թե վրեժ խնդիր լինելու, այլ նրան այս բեռից ազատելու համար։ Նա ասում էր, որ մեր ընտանիքի հոգիները հանգիստ չեն գտնի, քանի դեռ մի անմեղ մարդ տանջվում է մեր փոխարեն։ Բայց երբ ես գտա ձեզ, տեսա, թե որքան խորմ է թաքնված այս գաղտնիքը, ես հասկացա, որ պարզապես ասելով դուք ինչ չեք հավատա։ Ես պետք է ստիպեի ձեզ ինքներդ հասնել ճշմարտությանը։ Ես պետք է դառնայի այն չարագործը, որը կստիպեր ձեր տատիկին վերջապես խոսել։ Այդ պահին Եվան նայեց իր տատիկին։ Մարիաննան լաց էր լինում, բայց դրանք ոչ թե վշտի, այլ թեթևացման արդյունքներ էին։ 70 տարվա բանտի դռները վերջապես բացվել էին։ Եվան վեր կացավ, մոտեցավ եւ ամուր գրքեց նրան։ Այդ գրքախառնության մեջ կար ներում, հասկացողություն եւ մի սեր, որն ավելի ուժեղ էր, քան ցանկացած սուտ, ցանկացած մեղք եւ նույնիսկ մահը։ Բայց հենց այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ իր տեղն է ընկնում, պարոն Սարգիսը գունատվեց եւ ասաց. «Բայց մի բան կա, որ դուք դեռ չգիտեք, այդ օրը զինվորներին գյուղ բերողը մատնիչ էր, մերոնցից մեկը, եւ նա դեռ ողջ է»։ Պարոն Սարգսի վերջին խոսքերը «եւ նա դեռ ողջ է» կախվեցին սենյակի լռության մեջ ինչպես դատավճիռ։ Այն թեթևացումը, որ Եվան զգացել էր մի քանի րոպե առաջ, փոխարինվեց սառը, սարսափազդու զայրույթով։ Ճշմարտությունը ոչ թե ազատագրել էր նրանց, այլ բացել էր անդունդի մի նոր, ավելի խորը եզր։ Իրական դավաճանը, իրական մարդասպանը, որի պատճառով երկու ընտանիքների ճակատագրեր խեղաթյուրվել էին, ապրում էր իրենց մեջ, անպատիժ եւ, հնարավոր է, անհոգ։ Այդ գիշեր ոչ ոք չքնեց։ Նրանք նստած էին պարոն Սարգսի հին տան հյուրասենյակում, եւ 70 տարվա լռությունը վերածվել էր բառերի հեղեղի։ Մարիանյան խոսում էր, առաջին անգամ ազատ արձակելով այն հիշողությունները, որոնք թունավորում էին նրա կյանքը։ Նա պատմում էր ոչ միայն այն սարսափելի օրվա, այլև դրան հաջորդած տարիների մասին, մշտական վախի, մեղքի զգացման, մարդկանց հայացքներից խուսափելու մասին։ Եվան լսում էր եւ իր տատիկի մեջ տեսնում էր ոչ միայն զոհի, այլև անհավանական ուժի տեր մի կնոջ, որը կարողացել էր այդ ամենի միջով անցնել եւ պահպանել սերն ու բարությունը։ Նրա հարաբերությունները տատիկի հետ վերածնվում էին մոխիրներից, ավելի ամուր, ավելի խորը, քան երբևէ։ Բայց նրա հայացքը անընդհատ սևեռվում էր Դավթի վրա։ Այն մարդը, որին նա համարում էր վրիժառու հրեշ, այժմ բացահայտվում էր բոլորովին այլ կողմից։ Նա նստած էր լուռ, լսում էր Մարիաննայի պատմությունը, եւ նրա դեմքին, որը թվում էր անթափանց, այժմ հստակ երևում էր ցավի ու կարեկցանքի խառնուրդ։ Նրանց միջև եղած թշնամանքի պատը փլուզվել էր, իր տեղը զիջելով ընդհանուր ողբերգության եւ ընդհանուր նպատակի տարօրինակ զգացմանը։ Ո՞վ է նա, վերջապես հարցրեց Եվան, ընդհատելով լռությունը։ Ո՞վ է իսկական մատնիչը։ Պարոն Սարգիսը ծանր շունչ քաշեց։ Մարդ, որին ոչ ոք երբեք չէր կասկածի։ Մարդ, որն այն օրվանից հետո դարձավ գյուղի ամենահարգված մարդկանցից մեկը։ Ձեր հեռավոր ազգականը Եվա ջան, Պետրոս Գալստյանը։ Եվայի համար դա եւս մի հարված էր։ Պետրոս պապին նա հիշում էր մանկուց, միշտ բարի, ժպտերես ծերունի, որը նրան միշտ կոնֆետներ էր տալիս։ Միտքը, որ այդ մարդը կարող էր նման հրեշավոր արարքի ընդունակ լինել, պարզապես չէր տեղավորվում նրա գլխում։ Այդ պահին նրա մտքում սկսեցին վերականգնվել հիշողությունների բեկորներ։ Նա հիշեց, թե ինչպես էր Պետրոսը միշտ խուսափում Մարիաննայի հետ առանձին մնալուց, ինչպես էր նրա հայացքը միշտ անհանգիստ դառնում, երբ խոսք էր գնում անցյալի մասին։ Նշանները միշտ եղել էին, բայց նա կույր էր դրանք տեսնելու համար։ Բայց ինչու, հարցրեց նա, ինչու նա դա արեց։ Հին վրեժ, պատասխանեց Դավիթը առաջին անգամ խոսելով երկար ժամանակվա մեջ։
Իմ հետաքրնության ընթացքում ես պարզեցի, որ Պետրոսի և իմ պապի միջև հողային վեճ է եղել։ Պապս դատը շահել էր, Պետրոսը չներեց, նա օգտվեց առիթից և վրեժ լուծելու և թշնամու մոտ լավ անուն վաստակելու համար։ Այս բացահայտումից հետո սենյակում տիրեց ծանր լռություն։ Նախկին աշխարհն այլևս գոյություն չուներ։ Նրանք բոլորը՝ Եվան, Մարիաննան, Դավիթը, նույնիսկ պարոն Սարգիսը, հայտնվել էին նոր իրականության մեջ, որտեղ դերերը փոխվել էին, թշնամիները դարձել էին դաշնակիցներ, իսկ իրական չարիքը թաքնված էր բարեպաշտության դիմակի տակ։ Եվ հիմա ի՞նչ, հարցրեց Եվան, նայելով բոլորին հերթով։ Մենք չենք կարող սա այսպես թողնել, այդ մարդը պետք է պատասխան տա իր արածի համար։ Նրա ձայնի մեջ այլևս չկար նախկին միամտությունը, նրա աչքերում վառվում էր սառը, վճռական կրակ, շոկը և ցավը վերածվում էին գործողության ծարավի։ Ոստիկանությունը մեզ չի օգնի, ասաց Դավիթը, անցել է 70 տարի, ոչ մի ապացույց չկա, բացի մեր խոսքերից, Պետրոսը կհերքի ամեն ինչ։ Ուրեմն մենք ինքներս պետք է գտնենք ապացույց, ասաց Եվան, մենք պետք է ստիպենք նրան խոստովանել։ Այդ պահին ձևավորվեց նրանց նոր անսպասելի դաշինքը։ Երիտասարդ նկարչուհին, որի աշխարհը փլուզվել էր, տարեց կունը, որը վերջապես ազատվել էր իր բեռից, և վրեժխնդրության ծարավով թղամարդը, որի նպատակը փոխվել էր։ Նրանց միավորում էր ոչ միայն ընդհանուր ցավը, այլև արդարությունը վերականգնելու անսասան որոշումը։ Նրանք սկսեցին մշակել պլան։ Դա վտանգավոր խաղ էր, որտեղ յուրաքանչյուր սխալ քայլ կարող էր ճակատագրական լինել։ Նրանք գիտեին, որ Պետրոսը խորամանկ ու անողոք մարդ է, որը չի կանգնի ոչնչի առաջ իր գաղտնիքը պահպանելու համար, բայց նրանք էլ հետ քայլելու տեղ չունեին։ Այդ գիշեր հին գյուղական տանը ծնվեց մի նոր պատմություն, ոչ թե գոյատևման, այլ արդարության համար մղվող պայքարի։ Եվան նայեց իր նոր դաշնակիցներին և հասկացավ, որ այլևս երբեք նույնը չի լինի։ Նա այլևս միայն տատիկի թոռնուհին չէ, նա իր ընտանիքի պատմության պահապանն էր և արդարության մարտիկը, և նա պատրաստ էր գնալ մինչև վերջ։ Գյուղական տան լռությունը խաբուսիկ էր, այն լի էր չասված խոսքերով, կազմված պլաններով և գործողության անհակ ծարավով։ Միամիտ նկարչուհուց այլևս հետք չէր մնացել։ Եվայի մեջ արթնացել էր մի մարտիկ, որի վրձինը դարձել էր զենք, իսկ կտավը ճակատամարտի դաշտ։ Նրանց պլանը հանդուգն էր և վտանգավոր, նրանք որոշել էին Պետրոսին ներքաշել մի հոգեբանական թաքարդի մեջ, ստիպելով նրան հավատալ, որ իրենք ունեն նրա դեմ անհերքելի ապացույցներ և ստիպելով նրան ինքնուրույն բացահայտել իրեն։ Առաջին քայլը Եվայինն էր։ Նա զանգահարեց Պետրոսին, ձայնը դարձնելով որքան հնարավոր է անհոգ։ Պետրուս պապի, բարև ձեզ, ես գյուղում եմ, տատիկիս հետ, մի հին իրենք գտել, տատս ասում է ձեզ հետ է կապված, կարող ենք երեկոյան ձեզ մոտով անցնել։ Գծի մյուս ծայրում մի քանի վայրկյան լռություն տիրեց, հետո լսվեց Պետրոսի ձայնը, մի փոքր լարված, բայց դեռևս բարեհամբույր։ Իհարկե աղջիկս, եկեք, սիրով կսպասեմ։ Դա սկիզբն էր։ Նրանք գիտեին, որ Պետրոսը կսկսի անհանգստանալ, փորձել հասկանալ, թե ինչ հին իրի մասին է խոսքը։ Հաջորդ քայլը Դավթինն էր։ Նա պետք է դառնար այն անտեսանելի սպառնալիքը, որը կխախտեր Պետրոսի հավասարակշռությունը։ Դավիթը սկսեց պարբերաբար հայտնվել Պետրոսի տան մոտ, ոչինչ չանելով, պարզապես կանգնում էր իր մեքենայի մոտ և նայում տան ուղղությամբ։ Նրա լուռ ներկայությունը ավելի սարսափազդու էր, քան ցանկացած սպառնալիք։ Երեկոյան, երբ Եվան ու Մարիաննան մտան Պետրոսի տուն, լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Պետրոսը փորձում էր ժպտալ, հյուրասիրել, բայց նրա աչքերը անհանգիստ թրթռում էին։ Դե, ինչ էիք գտել, որ ինձ այսքան հետաքրքրեցիք, հարցրեց նա, փորձելով թաքցնել իր անհամբերությունը։ Եվան սեղանին դրեց մի հին ժանգոտ պարկուճ։ Սա գտանք մեր հին տան բակում, հողի տակից, ստեց նա։ Տատս ասում է, որ այն պատերազմի ժամանակներից է։ Դուք որպես գյուղի ամենահարգված մարդ, գուցե իմանաք, ումը կարող է լինել։ Պետրոսը նայեց պարկուճին, նրա դեմքը մի պահ քարացավ։ Դա սովորական պարկուճ էր, բայց նրա մեղավոր գիտակցության մեջ այն վերածվեց մեղադրական վկայի։ Նա չգիտեր, որ Դավիթը նախարոք տեղեկություն էր տարածել գյուղում, թե իբր գտնվել են այն զինվորների զենքի պարկուճները, որոնք կրակել էին Սարգսյանների վրա։ Չգիտեմ, հին բան է, կմկմաց Պետրոսը, շատերն էին այն ժամանակ զենք ունենում։ Ճիշտ եք, միջամտեց Մարիաննան, առաջին անգամ խոսելով, նրա ձայնը հանգիստ էր, բայց պողպատի պես ամուր։ Բայց ոչ բոլորն էին դրանով կրակում իրենց հարևանների վրա, Պետրոս։ Պետրոսի դեմքից գույնը գնաց, նա կտրուկ շրջվեց դեպի Մարիաննան։ Ինչ ես դու ասում, Մարիաննա, խենթ ես։
Ես 70 տարի լուր էի, Պետրոս, շարունակեց Մարիաննան, կանգնելով նրա դիմաց։ Ես կրում էի քո մեղքը, բայց այլևս ոչ։ Ես հիշում եմ ամեն ինչ։ Ես հիշում եմ քո հայացքը, երբ դու զինվորներին ցույց էիր տալիս Հակոբի տունը։ Ես հիշում եմ քո ժպիտը, երբ նրանք նրան դուրս էին քաշում։ Դու ստում ես, դու խելագարվել ես, գոռաց Պետրոսը, նահանջելով։ Ապացույցներ չկան։ Իսկապես, այդ պահին սենյակ մտավ Դավիթը։ Նրա ձեռքին հեռախոս էր, որի էկրանին երևում էր ձայնագրության նշանը։ Ձեր խոսակցությունը շատ հետաքրքիր էր, հատկապես այն մասը, որտեղ դուք չեք հերքում, այլ միայն ասում եք, որ ապացույցներ չկան։ Պետրոսը հայտնվեց թակարդում։ Նա նայում էր Մարիաննային, հետո Եվային, հետո Դավթին։ Նրա դեմքին վախը փոխարինվեց կատաղությամբ։ Նա հասկացավ, որ այս ամենը բեմադրություն էր։ Դուք ոչինչ չեք կարող ապացուցել, շնչակտուր ասաց նա։ Դա իմ խոսքն է ձեր խոսքի դեմ։ Նա նետվեց դեպի Դավիթը, փորձելով խլել հեռախոսը։ Սկսվեց քաշքշուկ։ Եվան փորձեց նրանց բաժանել։ Այդ պահին Պետրոսը, կորցնելով վերահսկողությունը, հրեց Եվային։ Եվան կորցրեց հավասարակշռությունը եւ ընկավ, գլուխը հարվածելով սեղանի սուր անկյանը։ Մի պահ ամեն ինչ լռեց։ Հետո Մարիաննայի սարսափահար ճիչը պատռեց լռությունը։ Եվան անշարժ պառկած էր հատակին, իսկ նրա քունքից սկսեց հոսել արյան բարակ շիթ։ Պետրոսը քարացավ, սարսափով նայելով իր արածին։ Դավիթը նետվեց Եվայի մոտ։ Պլանը ձախողվել էր։ Ոչ, ավելի վատ, այն վերածվել էր մղձավանջի։ Նրանք ուզում էին արդարություն, բայց ստացան նոր ողբերգություն։ Եվ մինչ Դավիթը փորձում էր օգնություն ցույց տալ անգիտակից Եվային, Պետրոսը, օգտվելով խառնաշփոթից, դուրս սողոսկեց տանից եւ անհետացավ գիշերվա խավարում։ Նրանք մնացին մենակ, վիրավոր Եվայի եւ փախուստի դիմաց մարդասպանի հետ։ Եվ նրանք հասկացան, որ սա այլևս խաղ չէ։ Սա կյանքի ու մահվան պայքար է, եւ իրենց հակառակորդը պատրաստ է գնալ մինչև վերջ։ Մարիաննայի ճիչը կարծես դանակի պես խրվեց գիշերվա սրտի մեջ։ Եվայի անշարժ մարմինը, հատակին լողացող արյան փոքրիկ լճակը, Դավթի սարսափահար դեմքը, այս ամենը միաձուլվեց մի սոսկալի տեսարանի մեջ, որը վերջնականապես ջնջեց բանականության բոլոր սահմանները։ Պետրոսի փախուստը նրանց համար երկրորդական էր։ Այդ պահին գոյություն ուներ միայն Եվան եւ նրա կյանքը, որը մարում էր նրանց աչքի առաջ։ Դավիթը, մոռանալով ամեն ինչի մասին, վերցրեց Եվային իր ձեռքերի մեջ։ Շտապօգնություն, գոռաց նա Մարիաննային, որը քարացել էր սարսափից։ Զանգիր շտապօգնություն։ Ճանապարհը դեպի մոտակա քաղաքի հիվանդանոց վերածվեց ու մղձավանջի։ Դավիթը մեքենան վարում էր անհավանական արագությամբ, իսկ պիշո նստատեղին Մարիաննան գրկել էր իր թոռնուհու անգիտակից մարմինը, շշնջալով աղոթքներ ու անեծքներ։ Նա անիծում էր ոչ թե Պետրոսին, այլ ինքն իրեն, իր լռության, իր վախի համար, որը ի վերջո հանգեցրեց այս ողբերգությանը։ Հիվանդանոցում սկսվեցին տանջալի սպասման ժամերը։ Բժիշկները ոչինչ չէին ասում։ Դավիթն ու Մարիաննան նստած էին միջանցքում երկու անծանոթ, որոնց միավորել էր ընդհանուր ցավը։ Նրանց միջև այլևս չկար թշնամանք, չկար անցյալ, կար միայն Եվան եւ նրա համար ունեցած սարսափը։ Այդ պահին Դավթի հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր, նա վերցրեց։ Եթե ուզում ես, որ աղջիկն ապրի, լսիր ինձ ուշադիր, լսվեց Պետրոսի խեղդված ձայնը։ Դուք ինձ հանգիստ կթողնեք, դուք կմոռանաք այս պատմությունը։ Ոչ ոք ոչինչ չի իմանա։ Հակառակ դեպքում ես կվերջացնեմ այն, ինչ սկսել եմ։ Ես կգտնեմ ձեզ, որտեղ էլ լինեք։ Սպառնալիքը պարզ էր ու անողոք։ Դավթի երակներում արյունը սառեց։ Նա հասկացավ, որ Պետրոսը վիրավոր գազան է, որը պատրաստ է ամեն ինչի։ Նա նայեց Մարիաննային, որի դեմքին հույսի վերջին նշույլներն էին մարում։ Եվ նա կայացրեց իր որոշումը։ Երբ բժիշկը վերջապես դուրս եկավ վիրահատարանից եւ ասաց, որ Եվայի կյանքին վտանգ չի սպառնում, բայց նա դեռ կոմայի մեջ է, Դավիթը գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա Մարիաննային թողեց հիվանդանոցում եւ վերադարձավ գյուղ։ Նա գիտեր, որ Պետրոսը հեռու չէր կարող գնացած լինել։ Նա թաքնված կլիներ ինչ որտեղ, սպասելով իր հարմար պահին։ Դավիթը գնաց ոչ թե Պետրոսի տուն, այլ այն հին, լքված եկեղեցին, որը գտնվում էր գյուղի ծայրին։ Նրա հայրը պատմել էր, որ դա Պետրոսի սիրելի վայրն էր, որտեղ նա գնում էր մտածելու։ Եվ նա չէր սխալվել։ Պետրոսը այնտեղ էր, նստած փլատակների մեջ, ձեռքին հին որսորդական հրացան։ Գիտեի, որ կգաս, ասաց նա տեսնելով Դավթին։ Եկել ես ինձ սպանես։ Ինչպես ձերոնք կսեին, արյան վրեժը։ Ես քեզ սպանելու չեմ եկել, Պետրոս, հանգիստ պատասխանեց Դավիթը։
Ես եկել եմ, որ դու ինքդ պատասխան տաս քո արածի համար։ Երբեք, ծիծաղեց Պետրոսը, ես կապրեմ, իսկ դուք կապրեք վախի մեջ։ Դու սխալվում ես, ասաց Դավիթը և հանեց իր հեռախոսը։ Մեր ամբողջ խոսակցությունը հենց հիմա ուղիղ եթերում է։ Գյուղի բոլոր բնակիչները, ոստիկանությունը, բոլորը լսում են քեզ։ Պետրոսի դեմքը քարացավ, նա նայեց հեռախոսին, հետո Դավթին։ Նրա աչքերում մի պահ փայլատակեց հուսահատությունը, հետո այն փոխարինվեց կենդանական կատաղությամբ։ Նա բարձրացրեց հրացանը և կրակեց, բայց Դավիթն արդեն պատրաստ էր դրան, նա թռավ մի կողմ և գնդակը խրվեց հին պատի մեջ։ Եվ մինչ Պետրոսը փորձում էր վերալիցքավորել զենքը, եկեղեցու դռան մոտ հայտնվեցին ոստիկանները։ Խաղն ավարտված էր։ Պետրոսը հասկացավ, որ այլևս ելք չկա։ Նա հրացանի փողը ուղղեց դեպի իր քունքը։ Մի վայրկյան լռություն տիրեց և հետո հնչեց երկրորդ կրակոցը։ Մի քանի շաբաթ անց Եվան աչքերը բացեց հիվանդանոցի պալատում։ Նրա առաջին տեսածը տատիկի և Դավթի անհանգիստ դեմքերն էին։ Նա ոչինչ չէր հիշում։ Նրանք ստիպված էին նրան պատմել ամեն ինչ, սկզբից մինչև վերջ։ Ճշմարտությունը ծանր էր, բայց այն նաև բուժիչ էր։ Այն մաքրեց բոլոր ստերը և թույլ տվեց նրանց սկսել նոր կյանք։ Պետրոսի ինքնասպանությունը և նրա հրապարակային խոստովանությունը ցնցել էին գյուղը, բայց նաև վերջ դրել տասնամյակների լռությանը։ Մարիաննան վերջապես ազատվեց իր բեռից, նա այլևս դավաճան չէր, այլ զոհ, որը կարողացել էր գոյատևել։ Եվան որոշեց չվերադառնալ իր նախկին կյանքին։ Նա հասկացավ, որ իր արվեստը պետք է ծառայի ոչ թե գեղեցկությանը, այլ ճշմարտությանը։ Նա սկսեց նկարել մի շարք կտավներ, նվիրված իր ընտանիքի պատմությանը, սովին, պատերազմին, դավաճանությանը և ներմանը։ Դավիթը մնաց նրանց կողքին։ Նա իր առաքելությունը կատարել էր, բայց գտել էր մի բան, որը չէր փնտրում՝ ընտանիք։ Նրա և Եվայի միջև ծնվեց մի զգացմունք, որը կառուցված էր ոչ թե ռոմանտիկ պատրանքների, այլ ընդհանուր ցավի և փոխադարձ հարգանքի վրա։ 1 տարի անց Եվայի նկարների ցուցահանդեսն էր, սրահը լի էր մարդկանցով։ Կտավներից նայում էին անցյալի դեմքերը՝ Սարգսյանների ընտանիքը, երիտասարդ Մարիաննան, Պետրոսը։ Դրանք դաժան, բայց անկեղծ նկարներ էին։ Ցուցահանդեսի կենտրոնում մի կտավ էր, որտեղ պատկերված էին երկու ձեռք, մի ծեր, կնճռոտ ձեռք, որը բռնել էր մի երիտասարդ, ուժեղ ձեռք։ Դա Մարիաննայի և Դավթի հաշտության խորհրդանիշն էր։ Եվան կանգնած էր իր տատիկի և Դավթի կողքին։ Նրանք նայում էին մարդկանց, որոնք լուռ դիտում էին կտավները։ Նրանց պատմությունը դարձել էր բոլորինը։ Այն դաս էր այն մասին, որ գոյատևումը երբեմն պահանջում է անհնարին ընտրություններ, որ սուտը, որքան էլ խորը թաղված լինի, մի օր դուրս է գալիս լույսի ներքո, և որ իսկական փրկությունը ոչ թե մոռացության, այլ ճշմարտության ընդունման, զղջման և ներման մեջ է։ Հարգելի դիտողներ, այս պատմությունը հասավ իր ավարտին։ Ինչ դասեր քաղեցիք դուք։ Արդյոք կարելի է արդարացնել դավաճանությունը նույնիսկ հանուն գոյատևման։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։